Արմենուի Ղազարյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Սույն թվականի օգոստոսի 8-ից հետո ընդդիմադիր քաղաքական դաշտը կարծես թե գտնվում է լուրջ քաղաքական ալեկոծումների մեջ։ Կարծում եմ մեր ընդդիմադիրների պարագայում որոշ դեպքերում անկեղծ մտահոգություններն, իսկ որոշ դեպքերում նպատակային շահարկումները շատ շուտով կանցնեն։ Այս իմաստով վերջերս առանձնահատուկ ջանասիրությամբ աչքի են ընկնում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները։ Ըստ նրանց, Լևոն Տեր-Պետրոսյանը համարվում է հաղթանակած նախագահ։ Ռետորական հարց։ Այդ դեպքում ինչու չստորագրվեց առաջին Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերված հաղթանակներն ամրագրող վերջնական խաղաղության պայմանագիրը։ Եվ ինչու Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ինչու հաղթանակած Հայաստանում եւ Ղարաբաղում տասնամյակներ շարունակ ձևավորվեց քրեա-օլիգարխիկ կառավարումը։ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը շարունակաբար հնչեցնում է այն միտքը, որ իր կառավարման հատվածում հաստատվել է խաղաղություն։ Պետք է արձանագրել, դա իրականում ընդամենը հրադադարի համաձայնագիր էր, որը հետագայում չվերածվեց հաստատուն խաղաղության վերջնական պայմանագրի անվտանգության հստակ եւ գործուն երաշխիքներով։ Սիրելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ այսօր ի հակադրություն այդ թվացյալ խաղաղության ամեն ինչ արվում է երկարատև կայուն խաղաղություն հաստատելու համար եւ վարչապետի վաշինգտոնյան ձեռքբերումները, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախաստորագրումը դրա վառ ապացույցն է։ Կեցցե Հայաստանը, կեցցե մեր պետության կայուն զարգացումն ու առաջընթացը։ Շնորհակալություն։